Վերջին շրջանում աշխարհն ավելի է մոտեցել միջուկային աղետին, միջուկային գերտերությունների ներգրավմամբ շարունակվող պատերազմները եւ մեկուսացման քաղաքականությունը կարող են հանգեցնել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի։ Գլոբալ լարվածության աճի ֆոնին որոշ երկրներ ստիպված են վերանայել իրենց միջուկային դոկտրինները։ Բացի այդ, ավելի շատ պետություններ են խոսում միջուկային զենք ստանալու անհրաժեշտության մասին։ Ստեղծված իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ սպառազինությունների վերահսկողության համակարգը զգալիորեն թուլացել է։ Փորձագետներն ահազանգում են միջուկային զենքի կասկադային տարածման ռիսկի մասին։ Այսօր օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է։ Միջուկային զենքի մշակումը սկսվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այսօր միջուկային զենք ունեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը։ Սակայն Իսրայելը պաշտոնապես չի հաստատում նման զենքի առկայությունը, թեև չի էլ հերքում։ Միջուկային մարտագլխիկների թվով առաջատար են Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը որոշակի թվով միջուկային մարտագլխիկներ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Բելգիայում եւ Նիդերլանդներում։ Վերջերս Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո կվերսկսի միջուկային զենքի փորձարկումները, հետ չմնալու Ռուսաստանից եւ Չինաստանից, որոնք պարբերաբար նմանատիպ փորձարկումներ են իրականացնում։ 1945 թվականին Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծությունների, ինչպես նաեւ միջուկային մրցավազքի հետ կապված մտավախությունների ֆոնին միջազգային հանրությունը սկսեց մեխանիզմներ մշակել նվազեցնելու միջուկային պատերազմի ռիսկերը։ Այսպիսով 1968 թվականին ՄԱԿ անվտանգության խորհուրդը հաստատեց միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այն ստորագրել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, բացի Հնդկաստանից, Պակիստանից, Իսրայելից։ Հյուսիսային Կորեան էլ 2003-ին հետ է կանչել ստորագրությունը։ Արդեն 2010 թվականին Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման մասին պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2026 թվականի փետրվարի 5-ին ու չի երկարաձգվել, ինչը նշանակում է, որ կողմերի միջուկային նկրտումներն այլևս փաստացի ոչինչ չի սահմանափակում։ Մոսկվայից առաջարկել են առնվազն եւս 1 տարի հետևել պայմանագրի դրույթներին, եթե նույնը անի Վաշինգտոնը։ Ամերիկյան կողմը դեռ չի արձագանքել այս առաջարկին, սակայն Սպիտակ տունը պնդում է, որ հարկավոր է նոր պայմանագիր կնքել, որը բացի Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից կընդգրկի նաեւ Չինաստանին։ Պենտագոնը մտավախություն ունի, որ մինչեւ 2030 թվականը Չինաստանը կունենա ավելի քան 1000 միջուկային մարտագլխիկ, ներկայիս 600-ի փոխարեն։ Պեկինը չի պատրաստվում ընդունել Թրամփի առաջարկը եւ որևէ համաձայնագրով սահմանափակել իր միջուկային զինանոցը։ Միջուկային մրցավազքի եւ առանձին երկրների կարողությունների մասին քննարկումներն ակտիվացան հատկապես, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն այլևս չի ցանկանում պատասխանատվություն կրել եվրոպական անվտանգության համար ու նույնիսկ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Եվրոպայում սկսեցին խոսել ԱՄՆ-ից ռազմավարական կախվածությունը թուլացնելու եւ պաշտպանական ինքնավարություն ձեռք բերելու մասին, հաշվի առնելով, որ Եվրոպան երկար տարիներ կախված է եղել ամերիկյան միջուկային հովանոցից։ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարեց Ֆրանսիայի միջուկային դոկտրինը վերանայելու մասին։ Փարիզը մտադիր է ավելացնել միջուկային մարտագլխիկների քանակն ու այլևս չի պատրաստվում մանրամասն տեղեկություններ հրապարակել իր պաշարների մասին։ Ֆրանսիական կողմը նաև կարող է միջուկային ուժեր տեղակայել եվրոպացի դաշնակիցների, օրինակ Լեհաստանի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Նիդերլանդների տարածքներում։ Մակրոնը հավելել է, որ Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը համատեղ կաշխատեն մեծ հեռահարության հրթիռների նախագծերի վրա։ Եվրոպայում միջուկային զենք ունեցող երկու երկրները՝ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, նաեւ միջուկային ուժերի համակարգման մասին հռչակագիր են ստորագրել։ Միջուկային սեփական զենքի անհրաժեշտության մասին է խոսում նաեւ Լեհաստանը, հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարևանությունը եւ Բելարուսում ռուսական մարտավարական համակարգերի տեղակայումը։ Ֆինլանդիան էլ մտադիր է չեղարկել իր տարածքում միջուկային զենքի տեղակայման մի քանի տասնամյակ գործող արգելքը։ Կրեմլից արձագանքել են։ Այս որոշումները սպառնում են Ռուսաստանին եւ Մոսկվան անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Միջուկային դոկտրինը վերանայում է ոչ միայն եվրոպական մայրցամաքը։ Ճապոնիայում քննարկումներ են երկրի ոչ միջուկային կարգավիճակը փոխելու մասին, հաշվի առնելով Չինաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը։ Հարավային Կորեան էլ կարող է Միացյալ Նահանգների աջակցությամբ միջուկային սուզանավեր կառուցել եւ շարունակել ուրանի հարստացումը։
Արդյոք աշխարհը կանգնած է միջուկային ճգնաժամի եզրին, արդյոք միջուկային ճնշման նոր այլընտրանքային մեխանիզմները կենսունակ կլինեն, կքննարկենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ ուրախ եմ այցելել ձեր տաղավարը։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան, 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ ԽՍՀՄ Կուբայում միջուկային հրթիռներ տեղակայեց եւ թվում էր, որ աշխարհը շատ մոտ է միջուկային պատերազմին, ԽՍՀՄ եւ Միացյալ Նահանգները նկատի ունեմ, կրկին ակտիվացել են վերջին շրջանում միջուկային մրցավազքի մասին խոսակցությունները, մտավախությունները, արդյոք այս մտահոգությունները արդարացված են, թե չափազանցված են։ Կարծում եմ, որ միշտ լուրջ է պետք է այս թեմային վերաբերվել, որովհետև ինքը շատ լուրջ խնդիր է եւ այո, հիմա օրինակի համար Իրանի իրավիճակը վերցնելով ռուս-ուկրաինական պատերազմի վերցնելով, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի մասին էլ այս կոնտեքստում չեն խոսում, բայց Ուկրաինան աշխարհի երրորդ պետությունն էր միջուկային զենքի քանակով, երբ որ ԽՍՀՄ փլուզվեց եւ իրենք համաձայնվեցին դա տալ Ռուսաստանին, ոչնչացնել ամեն ինչը, ինչ որ ունեին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազդեցության տակ այն ժամանակ ու հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հիմա իրանք հաստատ ասում են ամեն ինչ պետք է արած լինենք, որ մի բան մեր մոտ մնացած լիներ, հիմա ունենք իրավիճակ Իրանում, որտեղ էլի մենք եթե վերցնենք կոնտրաստ օրինակ Հյուսիսային Կորեայի հետ, Հյուսիսային Կորեան մինչև վերջ գնաց եւ սարքեց այդ զենքը եւ իրենց ձեռել չեն տալիս ու երևի չեն էլ կարող ձեռ տալ եւ ունենք Իրանը, որը ինչ որ sense կիսատ ինչ որ մոտեցում էր միշտ ցույց տալիս կամ չկարողացան, չհասցրեցին կամ փորձում էին բանակցել, չհասկացանք ինչ էր Իրանը ուզում իր միջուկային ծրագրով անել եւ ինչ որ մի իրավիճակի մեջ մտան, որտեղ հարվածները ստանում են, բայց միջուկային զենքել չունեն եւ ստեղ բնականաբար այն պետությունները, որոնք ունեն մեծ գումարներ, կարևոր պետություններ են, կարող են էլի սկսել մտածել նրա մասին կարող է մենք պետք է ունենանք միջուկային ռումբ եւ կան պետություններ, որոնք ամեն ինչ ունեն, մի քայլ է իրանց պետք անել, քաղաքական որոշում ու մի քանի տարի աշխատանք, դա օրինակ Շվեդիան է, որի մասին ոչ մեկ երևի չի մտածում տենց, բայց ինքը ուներ այդ ծրագիրը ու վերջում ամենահրաժարվեց, չարեց։ Հարավային Աֆրիկյան Հանրապետությունը շատ մոտ է եղել եւ վերջում որոշել է չանել։ Սաուդյան Արաբիայի նման պետությունը այնքան գումար ունի ու կարևորություն, որ հիմա էլի կարող է փորձել ինչ-որ ձևի այդ թեմայով զբաղվել եւ Իրանը ինքը, որը եթե չպարտվի եւ իր միջուկային ինֆրաստրուկտուրան չկորցնի, կա տենց մի հատ սցենար, որտեղ Իրանը հենց կարող է փորձել արդեն այդ 100%-ով այդ ճանապարհով շարժվի։ Վերջերս լրացավ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը եւ այն չի երկարաձգվել։ Ինչ ռիսկեր է սա պարունակում։ Սա ռիսկեր է պարունակում, որ մրցավազք զենքի կլինի հենց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մեջ, բայց նույն ժամանակ դեռ մենք տեսնում ենք, որ կողմերից ոչ մեկ ինչ-որ տենց շատ մեծ քանակի արտադրություն չի սկսել եւ ստեղ ամենամեծ ճիշտն ասած խնդիրը ոչ թե նա է, որ այդ սահմանափակումը էլ չկա, այդ պայմանագրերը մի հատ շատ լավ բան ունեին, իրենք թողում էին օբյեկտիվ գնահատել ամեն մի կողմը կարող էր գնալ եւ նայել քանի հրթիռ կա հիմա դա ոնց որ էլի գաղտնի կարա ամեն ինչ արվի եւ այո օրինակ հիմա ես որ ասում եմ որ ոչ մեկ իրանցից չի արտադրում դեռ ինչ որ հավելյալ քանակներ կարող է ես սխալ եմ դա ասում կարող է արտադրում են ուղղակի չգիտենք որտեղ հանրային չի օրինակի համար կամ հիմա կարող է չեն արտադրում 5 տարուց արտադրեն եւ դա արդեն սկսեն նստել, փորձել հասկանալ հետախուզությունները, թե ինչքան են արտադրելու եւ իմիջայլոց երկրորդ համաշխարհայինից հետո եղել է այդպես մոմենտ, երբ որ ԱՄՆ-ն լուրջ մտածում էր, որ պետք է առաջինը հարվածի ԽՍՀՄ-ին, որովհետեւ
չգիտեր, որ ԽՍՀՄ չունի այդքան զենք, ինչքան իրանք կարծում էին։ Իրանք մտածում էին, որ ԽՍՀՄ ունի, ասենք, չգիտեմ, 200 հատ ռմբակոծիչ ռազմավարական, որը հասնում են իրանց տարածքին, բայց ԽՍՀՄ չուներ այդ, բայց քանի որ ամեն ինչը գաղտնի էր, այստեղ այս հարցում ամենակարևորը բալանսն է, երբ որ դու չես հասկանում բալանսը կա թե չէ, դա վտանգավոր է դառնում։ Դոնալդ Թրամփը առաջարկում է այս պայմանագրի փոխարեն նոր պայմանագիր, որ ստորագրեն ու դրա կողմ դառնա նաև Պեկինը, բայց Չինաստանը դեմ է, ասում է մենք չենք սահմանափակելու մեր միջուկային զինանոցը եւ այլն։ Ձեր գնահատմամբ մոտ ապագայում այս տերությունների միջուկային կարողությունների զսպման ինչ այլընտրանքային մեխանիզմներ կարող են մշակվել։ Կարծում եմ, որ մինչև Չինաստանը չարտադրի եւ չբացազատի իր 1550 մարտագլխիկը ինչքան ունի ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ոչ մի կոնստրուկտիվ process չի լինելու այդ կողմերի մեջ։ Չինաստանի դիրքը դա է մոտավորապես եւ կարծում եմ, որ մոտ մի 8 տարուց 10 տարուց իրենք ամենաուշը կհասնեն դրանից հետո ինձ թվում է կարող է բացվել էլի այդ խոսակցությունը կամ էլ մի հատ էլ մրցավազք պետքա լինի օրինակ արդեն ԱՄՆ-ի ու Չինաստանի մեջ որ կողմերը էլի այնքան գումար ծախսեն որ մի պահ հասկանան որ հերիք է մենք անիմաստ գումարներ ենք ծախսում հենց տենց է եղել ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի մեջ 3 տարբեր պայմանագիր ստորագրվեց եւ Առաջի խնդրեմը նա էր, որ ունեին առաջ 8000, 10000 մարտավարական կլասի մարտագլխիկ, դա ասելն է հեշտ, բացի արտադրելուց դա շատ թանկ է հետո պահելը, ասենք ամեն այդ հրթիռը մի քանի հոգի, անդադ ստուգումներ, դա շատ թանկ աճույք է եւ ամենաերևի հեշտ ձևը հասկանալ, երբ որ այդ ծախսերը սկսես անել արդեն եւ բյուջեի տեսնես, որ հնայիտ օրինակ 10%-ը բանակն է ուտում, որից ասենք 7%-ը հենց այս մարտավարական ստրատեգիկ մակարդակի զենքերն են։ Այսինքն հիմա հույսը նա է, որ ուղղակի այս տերությունները գիտակից մոտեցում կցուցաբերեն ու էսկալացիայի չեն գնա, քանի դեռ այդ զսպող իրավական մեխանիզմները չկան։ Կարծում եմ, որ այո, ցավոք տենց է եւ քանի որ եթե ամեն ինչ այդքան լավ լներ ղեկավարների հետ, իրանք չէին կերկարացնեին այդ պայմանագիրը։ Դրա համար ոչ մի սցենար ստեղ չի կարելի ասել, որ չի լինելու, կարող է եւ գնան ճանապարհի արտադրելու ճանապարհը օրինակի համար հիմա դա քաղաքական նաեւ քարտ է, օրինակ, չգիտեմ, Ռուսաստանի համար, որի կոնվենցիոնալ բանակը մեկը ինչ որ ուժից ավել չի կարողանալու լինել, իրենց համար միշտ էս միջուկային թեմաները եղել է ինչ որ ձև մեծ սեղանների շուրջ նստել ինչ որ իրենց ծանրակշիռ պետություն որպես ցույց տալ ունենալ 13-րդ տնտեսությունը աշխարհում, բայց համարվել պայմանական երկրորդ, երրորդ երկիրը, որովհետև իրանք ունեն միջուկային զենքը եւ դրա մեջ գումար են դնում, ինչ որ այդ մոտեցումն է նաեւ կարեւոր Չինաստանի համար այստեղ ուրիշ խնդիրներ են իրենք արդեն գերտերության ուզում են դեր ունենան եւ տնտեսական գոնե ոլորտում իրենք արդեն գերտերություն են եւ այստեղ իրենց մոտ էլ հարցեր միշտ կա իսկ ինչու մենք պետք է ավելի հետ լինենք մնացածից դրա համար կարծում եմ որ մոտակա 10-15 տարին ավելի շատ զինվելու process-ում են անցնելու գլոբալ առումով, քան կոնստրուկտիվ խոսակցությունների եւ պայմանավորվածությունների, հիմա ինձ թվում է մենք այդ ժամանակաշրջանն ենք մտել։ Բայց ամեն ինչը վերջանալու է պայմանավորվելով էլի իմ կարծիքով։ Հուսանք։ Անդրադառնալով Եվրոպային, ՆԱՏՕ-ի երկրները փորձում են այլընտրանք գտնել Միացյալ Նահանգների միջուկային հովանոցին, ավելացնել իրենց զինանոցը եւ ավելի ինքնուրույն դառնալ այս ոլորտում ու ապահովել սեփական անվտանգությունը։ Ինչպես է գնահատում այս եվրոպական նախաձեռնությունը եւ որքանով առաջիկայում կարճաժամկետ հեռանկարում Եվրոպան կարող է հաջողել։ Դրա ռեսուրսը մենակ Ֆրանսիան ունի այս պահին եւ Ֆրանսիան ու Բրիտանիան իրար հետ ունեն մոտավորապես 1/3 մարտագլխիկների, որը ունի ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը,
Բայց օրինակ Բրիտանիան ահավոր մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից այս հարցում։ Իրենց սուզանավերի վրա է իրենց բոլոր միջուկային հրթիռները եւ հրթիռները լրիվ ամերիկական են, վաճառվում են Բրիտանիային։ Սուզանավերն էլ շատ մեծ կախվածությունով են արտադրվում։ Ֆրանսիան այդ իմաստով անկախ է իր միջուկային ուժերը դրա համար հիմա Ֆրանսիայի մասին է խոսքը գնում, որոշում է ընդունվել, որ ինչ որ քանակով ավելացնելու են իրենց միջուկային զենքը եւ հիմա ակտիվ խոսակցություններ են գնում, որ ուրիշ եվրոպական պետությունների տարածքում բացազատեն ինչ որ քանակի միջուկային զենք, ոնց որ օրինակ ՆԱՏՕ-ում տենց ծրագիր կա, որը ԱՄՆ-ի զենքերն են բացազատվում տարբեր ՆԱՏՕ-ի պետությունների տարածքում։ Ու այստեղ էլի մտահոգություն կար, որովհետև Ֆրանսիան ասաց այլևս չենք հանրայնացնելու մանրամասները, թե որքանով ենք ավելացնելու մեր զինանոցը։ Իրանք իրավունք ունեն դա չանելու, որովհետև իրենք ոչ մի պայմանագրի մաս չեն կազմում։ Այդ նկատի ունեմ այն պայմանագրի նման, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն, իրենք համարում էին դա կարևոր, դրա համար բարձրաձայնում էին։ Այստեղ չբարձրաձայնելը երկու տարբեր բան կարող է նշանակի։ Առաջինը շատ քիչ են ուզում ավելացնեն, բայց չեն ուզում, որ դա իմացվի, որ շատ քիչ են ավելացրել։ Երկրորդը, որ հակառակ ուզում են ինչ որ մեծ աշխատանք տանեն, էլի ուզում են պահեն, դեռ ուզում են դա պահեն ինչ որ գաղտնի մի քիչ ավելի միջավայրում։ Իսկ Ֆրանսիան միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ չէ։ Կողմ է։ Գրեթե համարյա բոլոր պետություններն են կողմ, բայց ինքը արդեն երկրորդ համաշխարհայինից հետո այդ իրավունքը ոնց որ ստացավ եւ այն միջուկային օֆիցիալ միջուկային կլուբի անդամ է եւ ինչքան էլ ուզի կարող է արտադրել գլոբալ առումով։ Ինքը չի կարող վաճառել այդ տեխնոլոգիան ուրիշ պետությանը։ Բայց երբ որ ես ասում եմ ուրիշ եվրոպական կամ ՆԱՏՕ-ի պետությունում բացազատել, դա մեկը մնում է ֆրանսիական զենք այդ դեպքում եւ ֆրանսիական զորքն է դրան տեր կանգնում, ասենց ասած, տեղում գտնվում եւ դա չի, օրինակ եթե դա Գերմանիայում տեղադրվի, դա չի դառնում Գերմանիայի բանակի զենքը։ Միջուկային զենքի հետ կապված խոսակցություններում միշտ նշվում է, որ կա երկակի ստանդարտների գործոնը։ Երկրներ կան, որոնք չնայած սահմանափակումներին միջուկային զենք ունեն, Իսրայելը, Հյուսիսային Կորեան, լուրեր են շրջանառվում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Սաուդյան Արաբիային էլ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ փոխանցել։ Այս ամենի ֆոնին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը տեսնում ենք, որ հարվածում են Իրանին, ասելով, որ չպիտի այդ երկիրը ունենա միջուկային զենք։ Այսինքն ստացվում է մի երկրին կարելի է ունենալ, մյուս երկրին չի կարելի ունենալ, ով է սա որոշում, ինչպես է որոշվում։ Զենքը միշտ է տենց եղել եւ իսկ ինչու է այս 5 պետությունը սկզբում ունեցան ֆորմալ առումով, որովհետեւ հաղթել էին երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիմա դա օբյեկտիվ ցուցանիշ է, թե չէ, ասենք ամել այն ժամանակ համել սկզբից ամերիկացիները իրանք դա մշակեցին առաջինը, հետո ԽՍՀՄ պատասխանեց, հետո դա ինչ որ երկրորդ համաշխարհայինից տարբեր process-ներից հետո նոր որոշվեց, որ օրինակ որ պետքա սահմանափակել սա, ինչու, որովհետև բնականաբար մեծ պետություններին ով դա ունեն ձեռնտու չի, որ բոլորը այս տեխնոլոգիան ունենան։ Բացի նրանից, որ եթե բոլորը ունենան ռիսկերը կիրառման կաճեն, կստացվի, որ օրինակ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նման պետությունը ամենափոքր պետությանը կարող է չկայանա բան ստիպի, որ իրանք անեն օրինակ։ Հա, վերահսկի ու հա։ Այստեղ օբյեկտիվ, ասենք, իրենց շահերից դա չի բխում եւ ես կարծում եմ, որ օրինակ Սաուդյան Արաբիային միջուկային զենք տալն էլ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի շահից այդքան էլ չի դա բխում, ճիշտն ասած, բայց իրենք հիմա բավականին օրիգինալ մտքեր են արտահայտում եւ գործում դրա հիման վրա այս վերջի մի տարին դրա համար չեմ կարող ասել ինչ որոշում կլինի, բայց կզարմանամ, որ դա իսկականից կատարվի։ Ունենք Հնդկաստանի ու Պակիստանի օրինակը, որտեղ Հնդկաստանը ինքը սարքեց, հետո Պակիստանին ոնց որ կա տենց պատմություն, որ օգնել են ոնց որ ինքը դա ունենա, որով որ բալանս մնար այդ ռեգիոնում, թե չէ կարող էր վատ վերջանալ այդ պատմությունը։ Հիմա Իսրայելի դեպքում էլ դա ինչ որ տենց
շատ յուրահատուկ օրինակ է, ինչ կարևոր է դա պետությունը, այդ պետությունը ԱՄՆ-ի համար, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ է դա ստացվել, բայց դա բնականաբար ստե ոչ մի լավ ու վատի հարց չի, էլի, զուտ իրենք պետությունները որոշումները ընդունում են իրանց շահից ստեղ եւ ինչ ուզում են ասեն, դա ինչ-որ մորալիստական թեմաներ խոսան, դա ճիշտ չի լինելու բնականաբար։ Իսկ թվում է 2026 թվականին, եթե ինչ-որ մարդիկ են մնացել, որ միջպետական հարաբերություններում ինչ-որ բարձր մորալի են հավատում, դա շատ զարմանալի է արդեն։ Պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ինչի կհանգեցնի միջուկային մրցավազքը եւ համաշխարհային անվտանգության համակարգի վերաձևումը հայտնի չէ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն հազանգում է, միջուկային տերությունների թվի ավելացումը միայն մեծացնում է գլոբալ ռիսկերը։ Այսօր օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքներ։